Միջազգային լրահոսն այսօր։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. առաջիկա շաբաթներին պարզ կդառնա Ռուսաստանը արդյոք պատրաստ է վերջ դնել պատերազմին, թե ոչ։ Ռուբիոյի խոսքով Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտել պատերազմը։ Միևնույն ժամանակ դա հնարավոր է միայն իրականացնել երկու կողմերի համար ընդունելի պայմաններով։ Եվ մենք այժմ պատրաստ ենք գտնել այդ գործընթացի լուծումը, մենք շուտով շաբաթների ոչ թե ամիսների ընթացքում կիմանանք, արդյոք Ռուսաստանը պատրաստ է խաղաղության։ Եթե այո, ապա մենք կարող ենք վերջ տալ պատերազմին, մենք պետք է առաջ տանենք մեր առաջարկը, հավելել է նա։ Պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը պետք է իմանա Մոսկվայի որոշումը, նրա խոսքով Ուկրաինան արդեն ցույց է տվել, որ պատրաստ է ինչպես հրադադարի, այնպես էլ բանակցությունների։ Եթե լինի ձգձգելու մարտավարություն, դա մեզ չի հետաքրքրի, Թրամփը չի մասնակցի անվերջ բանակցություններին։ Մենք շուտով կիմանանք, թե արդյոք Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում խաղաղությանը, թե ոչ։ Եթե այո, հիանալի, եթե ոչ, մենք պետք է վերագնահատենք մեր դիրքորոշումը եւ մեր անելիքները, ասել է նա։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը Ռոջերսին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև ցանկացած պոտենցիալ խաղաղ համաձայնագիր դժվար մարսելի կլինի, բայց ավելի շատ մահվան եւ ավերածությունների լավագույն այլընտրանքն է։ Ֆիդանն ասել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ԱՄՆ նախաձեռնությանը, սակայն համաձայնության հասնելը հեշտ չի եղել։ Նրա խոսքով կողմերը դեռ մի քիչ հեռու են համաձայնության գալուց։ Պատասխանելով Ուկրաինայի անվտանգության հնարավոր երաշխիքների մասին հարցին, Ֆիդանն ասել է, որ Եվրոպան չի կարող ինքնուրույն բավարար երաշխիքներ տրամադրել առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցության։ Միաժամանակ նա նշել է, որ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար անհրաժեշտ է զսպող գործոն։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հավաստիացնում է, դաշինքը շարունակելու է աջակցել Ուկրաինային պաշտպանվելու Ռուսաստանի ռազմական հարձակումներից։ Թույլ տվեք եւս մեկ անգամ հաստատել, որ նրանք պետք է հնարավորինս ամուր դիրքերում լինեն, ասել է Ռյուտենի պատասխան Ազատություն ռադիոկայանի ուկրաինական ծառայության թղթակցի հարցին։ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավարի խոսքով Ռուսաստանը շարունակում է մնալ ամենամեծ սպառնալիքը դաշինքի անդամ երկրների համար։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները 3 երկօրյա հավաք են նախաձեռնել Բրյուսելում, որին առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Հավաքի օրակարգում էր նաև Ուկրաինայի հարցը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ԵՄ Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում ասել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան կմոտեցնի իրար, ինչպես երբեք։ Ֆոն դեր Լեյենն ասել է, որ միջանցքը կարևոր դեր կխաղա Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի 5 երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում։ Գնալով ավելի մասնատված աշխարհում անդրկասպյան տրանսպորտային միջանցքը կամրապնդի կապերը ձեր երկրների եւ Եվրոպայի միջև, բայց ենթակառուցվածքները դեռ ամեն ինչ չեն, ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նա նաև ընդգծել է այս միջանցքի արդյունավետության համար տարածաշրջանի երկրների միջև սահմանային անցումների պարզեցման կարևորությունը։ Սև ծով ելքի համար կարևոր են ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանային անցումները։ Եվրահանձնաժողովի նախագահը անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացման հարցին։ Նրա խոսքով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը 30 տարի հետո կարող է արմատապես փոխել իրավիճակը։ Սա ավելի քան երբևէ կմոտեցնի Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան։ Թորնիկե Ռիժվաձեն հրաժարական է տվել Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահի պաշտոնից, պաշտոնում գրեթե 7 տարի աշխատելուց հետո։ Այս մասին նա հայտնել է Facebook-յան իր էջում. «Ես որոշել եմ հրաժարական տալ», գրել է նա։ Ռիժվաձեն չի բացատրել իր որոշումը, ասելով միայն, որ եկել է նոր բանի ժամանակը։ Նա շնորհակալություն է հայտնել իշխող վրացական երազանքի հիմնադիր Բիձինա Իվանաշվիլիին եւ իշխող թիվի մյուս անդամներին աջակցության ու վստահության համար։ Թորնիկե Ռիժվաձեն 36 տարեկան է, նա Աջարիայի կառավարության նախագահն է 2018 թվականի հուլիսից։ Նրա թեկնածությունը ինքնավարության գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացրել է վրացական երազանքը։ Մինչ այս Ռիժվաձեն զբաղեցնում էր Վրաստանի էներգետիկայի փոխնախարարի եւ Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնը։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը, առողջ եղեք։